Էդմոնդ Մարուքյանի գործնական գիտելիքները բավարար էին իրավապաշտպան ու փաստաբանական գործունեությամբ զբաղվելու համար, սակայն կարիք կար բարելավելու ակադեմիական մակարդակի տեսական գիտելիքների պաշարը։ Դա էր պատճառը, որ 2009 թվականին դիմեց Երևանում ԱՄՆ դեսպանատուն Հյուբերտ Համֆրիի անվան ակադեմիական ծրագրին մասնակցելու համար։ Հաղթահարեց սահմանված մրցույթային կարգն ու հնարավորություն ստացավ շարունակելու ուսումը Մինեսոտայի համալսարանի իրավաբանության դպրոցում։ Օրինակ ամենակարևոր հմտությունը, որ ես կարծում եմ մեր բուհերում չեն տալիս, դա գրելու ունակությունն է, շահադրություններ գրելու ունակությունը։ Եթե գնամ արդեն իրավական գրագրության տեսանկյունից, նաև իրավական գրագրության զարգացման համար լուրջ մեխանիզմներ, տեխնիկաներ կան, այսպես ասած, որոնք որ կիրառելով դու կարողանում ես ավելի ճիշտ, ավելի հստակ, ավելի սեղմ գրագրությամբ ներկայացնել այն ինչ որ ուզում ես որ ներկայացնել, թե դատարանին, թե վերլուծություն որպես այդպիսին, թե ուղղակի կարծիք, իրավական կարծիք, սրանք լուրջ հմտություններ են, որ կարելի է ստանալ միայն կարծում եմ արևմտյան բուհական համակարգում, իրավաբանական դպրոցներում։ Մինեսոտայի համալսարանի իրավաբանության դպրոցում ուսանելու ժամանակ Էդմոնդ Մարուքյանը հնարավորինս շատ դասախոսություններ է լսել, ավելին հասնելու, մասնագիտական ունակություններն ու կարողությունները առավելագույնս կատարելագործելու եւ ձեռք բերած գիտելիքների պաշարը Հայաստանում օգտագործելու համար։ Մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան ստանալուց հետո Էդմոնդ Մարուքյանը վերադարձավ Հայաստան, փաստաբան ընկերների հետ հիմնադրեց ռազմավարական դատավարությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը։ Նպատակը մարդու իրավունքների պաշտպանության գործում ստացած իր գիտելիքների միջոցով ռազմավարական դատավարություններով զբաղվելն էր։ Կենտրոնը Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի եւ Երևանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Վանաձորում իրականացրել է նաեւ փաստաբանների վերապատրաստման ծրագրեր, որոնց շրջանակներում ԱՄՆ շրջանավարտը իր ստացած գիտելիքները փոխանցել է մասնակիցներին։ Հիմնական նպատակը նա էր, որ դատական գործերի միջոցով փորձենք ստեղծել այնպիսի նախադեպներ, նախադեպային իրավունք, որը կազդի իրավակիրառական պրակտիկայի եւ նաեւ օրենսդրության հետագա բարելավման վրա։ Եվ տեսեք, օրինակ նախադեպային գործերով մի մարդու գործով հնարավոր է հասնել նրան, որ մի ամբողջ օրենսդրություն փոխվի եւ դա ազդի հազարավոր մարդկանց վրա։ Այսինքն տես դու պաշտպանում ես մի մարդու, բայց դա հետագայում նպատակ ունի, որ ազդի հազարավոր մարդկանց կյանքերի վրա։ Եվ ըստ էության կարող եմ ասել, որ ռազմավարական դատավարության հաջողված փորձեր են ունեցել եւ այստեղ շատ լուրջ է եղել իմ Միացյալ Նահանգներում ուսանելու ներդրումը, այսինքն այդ հաջողության մեջ կարող եմ ասել, որ այո, ռազմավարական դատավարություններ անցկացնելու տեխնիկան, թե ինչպես կազմակերպել, թե ինչպես պլանավորել այդ ռազմավարությունը, ես սովորել եմ Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ շրջանավարտի խոսքով Միացյալ Նահանգներում ուսանելը ազդեցություն է ունեցել իր աշխարհայացքի, ակադեմիական գիտելիքների բարելավման եւ պրոֆեսիոնալ կապերի զարգացման վրա։ Թե ինչպես դա անդրադարձավ իմ կարիերայի, այսպես ասած, զարգացման վրա, չգիտեմ, եւ մասնագիտական տեսանկյունից կարող ենք ասել, որ չափելի եւ գնահատելի է, որովհետեւ հաջողված փաստաբանական պրակտիկա եմ ունեցել նաեւ վերադառնալուց հետո, թե նաեւ քաղաքական առումով կարող եմ ասել հաջողված փորձ է եղել, որովհետեւ այն բոլոր քաղաքական գործին վայել պահվածքները, որ ես տեսել եմ Միացյալ Նահանգներում, ես դա փորձում եմ այստեղ տեղայնացնել։ Բաց թափանցիկ գործունեություն իրականացնելու նաև առումով կամ սոցիալական ցանցերը քաղաքական նպատակներով օգտագործելու առումով, հա, կոնկրետ կարող եմ ասել, որ Վանաձորում Լոռու մարզում տեղի ունեցած ազգային ժողովի ընտրությունների ընթացքում սոցիալական կայքերը ամենաշատը իմ եւ իմ թիմի կողմից են օգտագործվել իմ քարոզարշավի համար եւ հիմա էլ օգտագործում են իմ գործունեության լուսաբանման համար։ Ազգային ժողովի падգամավորը այսօր արդեն նշում է, որ իր ընտրաշավը շատ հաջողված է եղել եւ սա նույնպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում սովորելու արդյունք է։ Էդմոնդ Մարուքյանը 2005 թվականին նաև միջազգային այցելու ծրագրով է եղել ԱՄՆ-ում։ Նրա կոչը երիտասարդներին այն է, որ շատերը մասնակցեն նմանատիպ ծրագրերի։ ԱՄՆ-ի տարբեր բնակավարների փորձի տեղայնացումը կարող է լուրջ ներդրում լինել մեր երկրի զարգացման գործում։